Այս տարի հատկապես մեր բյուջետային գործերն են լավ ընթանում եւ մենք արդեն բյուջեի կատարման տարեկան ծրագրի կատարման նկատմամբ ունենք դրական տրամադրվածություն, ճիշտ է, պարոն Հակոբյան, ինչ տեղեկատվություն կարող եք փոխանցել այդ առումով։ Պարոն վարչապետ, հոկտեմբերն ենք արդեն ամփոփ է, մոտ 14%-անոց աճ ունենք։ Բյուջեի եկամուտների։ Այո, հարկային եկամուտների եւ դուրքերի մասին է խոսքը, այսինքն այդ բարձր աճերը, երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում նաեւ հոկտեմբերին։ Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերը ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի 82%-ը վճարվել է, պետական բյուջեկան մուտք է եղել, այսինքն մեզ մնացել է 18%-ը ապահովել պետական բյուջեի մուտքեր հարկվճարողների հետ միասին։ Ուզում եմ առիթից օգտվել եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ ինչ այսօր խոսեցինք, դպրոց, մանկապարտեզ, գույք, ճանապարհ եւ այլն, ամբողջը նրանց կատարած վճարումների հաշվին է, ընդ որում ուզում եմ ասել, վարկային միջոցներն են նույն տրամաբանության հետ, որովհետեւ այդ վարկերը սպասարկվում են, փակվում են, տոկոսները վճարվում են, այդ թվում քաղաքացիների վճարած հարկերից եւ ելի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի գնումներ անելիս չմոռանան ՀԴՄ կտրոնի մասին, որովհետեւ անկախ գործունեության տեսակից դա նույնպես կարևոր գործողություն է պետական բյուջեի եկամուտները գեներացնելու համար։